Բազմաթիվ ճառախոսություններ կան մեր զորավարների, բազմաթիվ ճառախոսություններ կան մեր մտավորականների, հիմքը ամբողջ ճառերի, ամբողջությամբ Աստված է, Աստվածաշունչ է, մեր հայրենական ընտանիքը բնակարանը Աստծո տունն է, այդպես է եղել մեր կյանքը և հիմա որևէ մեկը չի կարող փոխել այդ կյանքը, թող տկար լինի, բայց մի մոռացեք, ինչպես ասել է մեր Տերը, նույնիսկ դժոխքի դռները չեն կարող սասանել այս եկեղեցին, այս եկեղեցու հիմքերը, և այդպես շարունակվելու է, ովքեր կընդունեն, նրանք է որ շահելու են, ովքեր չընդունեն, նրանք է որ իրենց չընդունածի համապատասխան չափվելու են։ Մեր մաղթանքն է, որ
Աստված իր ներկայությամբ, իր հարության խորհրդով ամեն վարքյանի աջակից լինի մեզ, մեր բոլոր գործերի մեջ։ My risen and victorious Lord, we are here today to say thank you to one of the greatest nations of the world, our country, Canada, to her Prime Minister and the government, to the House of Commons, to all people of goodwill who courageously stood to defend the human dignity and to recognize the Armenian genocide as a crime against humanity. May you always protect and guide them and bless them with your never-ending grace. Mon Dieu, protège, guide et bénis notre gouvernement et peuple avec votre grâce. To us, our honorable members of this parliament, of our parliament, in the future, to recognize the independence of Nagorno-Karabakh, Artsakh. Let it be a real test for the civilized world to prevent yet another genocide happening towards Armenians.
Այսօր մենք ունենք մեր առջևը հպարտանալու ուրիշ առիթմը։ Այսօր այս քաղաքի մեջ, այս երկրի մեջ, մեր երկրի մեջ, մեր ինքնության, մեր պատկերի, հզորության, հաղթանակի, մեր արյունի մեջ զգալու այդ ամենը։ Եվ դուք եք, սիրելի ժողովուրդ, զգացեք դա, մի ձգեք, որ հեռու երբեանից ես մենք, մի ձգեք, ձեր սրտի մեջ, ձեր միտքի մեջ, ձեր երակների և արյունի մեջ ապրեցեք անի, ապրեցեք, կխնդրեմ, կաղաչեմ ձեզի, ապրեցեք անի, հաղթանակը ձեր դրան կողն է, բռնեցեք, մի ձգեք, որ հեռու էր դա։ Անձեր ետևենք ու կա, բայց մի փախեք անի։ Այսօր Սուրբ Խաչը մեր բոլորի պատկերն է, տեսակ պատկերների մեջ, քաղաքապետներ և այլն, անի մեր բոլորն են, մենք ենք, մենք, մեր նկարակով, մեր աչքերով, մեր ապրումներով, մեր զգացումներով։ Կանադայի հայկական համայնքը համախմբված է հայոց եկեղեցու եւ առաջնորդի շուրջ։ Ամեն տարի Սփյուռքի այդ գաղթօջախից տարբեր խմբեր են գալիս հայրենիք, տեսնելու Արցախը, հայոց հնագույն սրբավայրերը, ժողովրդի նիստ ու կացը։ Մեր փափագն է, որպեսզի իրենք գտնեն իրենց ինքնությունը, որ այդ դժվար մեծ ծովի մեջ, եւ իրենց ինքնությունը գտնելով հասկանան, որ իրենք պատկանում են մի ցեղի, մի ժողովրդի, որը մերժել է, մեռնել է եւ ուխտել է ապրել, միշտ ապրել, ոչ միայն պարզ ապրել, այլ ապրել հաղթանակով ապրել, ամեն քայլի, ամեն գործի մեջ, եւ որպեսզի մարդիկ իրենք հասկանան, որ մի հսկա ժառանգության կրողներն են եւ այդ ժառանգությունը պետք է իրենք զարգացնեն եւ փոխանցեն, առաջ տանեն։ Այս Հայաստան եւ հոգեվոր կենտրոն, Կանադայի երիտասարդները հայրենիքում գտնվելու օրերին նաեւ Սուրբ Էջմիածնի ուխտավորները դարձան։ Մասնակցեցին Սուրբ Պատարագի, հանդիպեցին Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսին, ստացան այրապետական օրհնություն։